է կարծում իշխանության ներսում այս պահին ճաքեր կան։ Ոչ ոք չի կարող ասել այդ մասին։ Ես տեսակետ չունեմ, ընդհանրապես չեմ էլ ուզում այդ թեմայով խոսալ։ Քաղաքականությունից ընդհանրապես չեմ։ Եթե քաղաքականություն չի ամեն ինչից դժգոհ եմ։ Քաղաքականությունից։ Մենք ինչի բանակ ներսում ճաքեր կան, փակ տարածք, ինչի բանակ դեռ ճաքեր կան։ Դե Արտակուս այդ վերջին վերաձևավորումների հետ կապված միգուցե եթե կադրային Ճիշտ չի լինի որևէ բան հիմա կարծեք հայտնել, որտեղ ոչինչ տեղյակ չենք։ Այն ինչ որ ասեկլոսությունների եթե լսեք, ընդդիմադիր դաշնից եւ այլն, ճիշտ չի լինի։ Այդքան բան։ Դուք եք նույն կարծիքի։ Լա իշխանությունը երբ է ձևավորվում, որ իմանաս ինչ է ինչ։ Չկա։ Փոփոխությունների մասին խոսում են, բայց արդյոք չկա։ Կարծես թե կա։ Ոնց էր թե։ Նկատում որ ինչ-որ խլրտոց կա, սենց ասած։ Ինձ թվում է, որ որտեղ բաներ կա, որ հարիր չի էլի, այսօրվա դրությամբ մեր ժողովուրդը մեր ապրելակերպին տարբեր բնակավարներում էլի ինձ թվում է որ դե ամեն միսն առանց ոսկորը չի լինի էլի ամեն տեղը եւ լավը կա եւ վատը կա բոլորն էլ հայ են ամենայն դեպս համարվում ես դες կասեի որ չի կարա էլի ուղղակի ելնելով սիտուացիայից երևի իրանց աթոռից ասենց ասեմ իրանց պաշտոնից մարդիկ շատ ժամանակ ի տարբերություն ինձ լռում են Ես կասեմ մեկնաբանային սա ձեր հարցի պատասխանը բալես Եթե իմ տեսակետն եք ուզում իմանաք որ ուր դիմում ես մի հատ պրոբլեմ կա անպայման եթե թոշակի բաները կորցրել են տարետավի այդ կրկույտները դադարան գնա եթե ինչ որ բան դադարան գնա հիվանդանոցը փոխանցում են, որ անվճար բուժում լինի, երթում ես այս սրան փողմուծի, այն նրան փողմուծի, ընդեղ գնա փողմուծի։ Դի պրոբլեմներ են, որ մարդիկ չեն ֆայմում։ Իսկ դա իշխանության ներսում այդ իրավիճակի հետ ինչքանով եք կապում։ Մի բան կարել է ձեզ խնդրել։ Ինձ էլ հարցեր չդակ, թե չէ ես շատ վատ բաներ կասեմ, որ հասա պարոն Փաշինյանի մոտ, մենք իր հետ զրուցել ենք ծաղկահովիդում, ես այդ բոլոր պրոբլեմները կդնեմ իրա դեմ։ Ինչ եք կարծում իշխանության ներսում այս պահին ինչ-որ հակասություններ, ջաքեր կան, տեսնում եք նման բան։ Տեսնում եմ, նկատել եմ։ Ինչ առումով ավելի շատ, որտեղ եք հատկապես նկատում։ Դե հեռուստացույցը որ նայում եմ, նկատել եմ բանավեճերը իրանց։ Հակասություններ թեթևակի կան։ Բայց լուրջ չի ոնց որ։ Է սովորական։ Ճաքեր։ Ներքին մեզ տեսած Ոչ։ Հələ որ չի երևում։ Անկեղծ ասած իշխանության հարցերով ես չեմ զբաղվում, հարցերով զբաղվողները թող զբաղվեն, բայց ինչ նշանակում է, որ բողոք ունեմ անձամբ մի հատ իշխանությանը, որ մեր տատիկը 85 տարեկան է, ունենք առողջական խնդիրներ, ճնշումի բարձրացում եւ այլն մեկը մյուսը, սիրելիս, ունեմը սկորին սարքել է 10,000 դրամ։ Կասեք մի հատ այդ իշխանությանը կխնդրենք, կհորդորենք, որպիսի այդ սկորու հարցը Հիմա բարձրանում է այդ կնոջ ճնշումը, վատանում է, ինչպես կանչի, թոշակառու է, իհարկե բարձրացրել է 10,000 դրամ, բայց այդ 10,000 դրամը մեկ անգամ տատիկը տվեց, որպիսի մի փոքր ճնշումը գա տեղը, բայց մենք միշտ կանչում ենք եւ կխնդրենք, որպիսի այդ հարցը գոնե պարոն Փաշինյանը լուծի։ Թե չէ ձեր կինը ինչպես տա 10,000 դրամ, եթե ինքը մեկ անգամ է 10,000 դրամ ամսական բարձրացրել, մնացածը ոնց տա այդ կինը։ Վախից չենք հրավիրում սկորի, որովհետև մտածելով, որ չունի այդ կինը որ տա, բայց ինքը շատ վատ է զգում իրան,
Շատ վատ։ Ինչ անենք, ասեք, ում դիմենք, իշխանությանը իհարկե։ Դե խնդրում եմ լուծեք այդ իշխանությունը։ Հենց հիմա Կոմիտասի աղբամանները, որ տեսեք ինչ վիճակում էր, ես որ հենց նոր մեր տարածքից Կոմիտասին է դրոպ մեկ հասեմ։ Ինչ էր կատարվում այնտեղ, արդեն հասել էր երկինք։ Ինքը բարձրանում է Հատիսի սարը, բայց չգիտի որ աղբամանները բարձրացել են Հատիսի սարը արդեն։ Կխնդրեմ, որպեսզի գոնե մի փոքր ճիշտ է նայում է մաքրությունը պահպանվում է, բայց 50-50 Շնորհակալություն։